Պարոն Խուդավերդյան, հրապարակվել են Քոչարյանի, Ծառուկյանի եւ Կարապետյանի ընտրական ցուցակները, ցուցակների վերաբերյալ խնդրեմ ձեր գնահատականը, օրինակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այդ ցուցակներն անվանում է Սերժաքոչարյանական ցուցակներ, դուք ինչ կասեք։ Նույն կարծիքին եմ 2008 թվականի ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ընդդեմ այդ ժամանակվա ընտրությունների մասան չի ցանկանա ասել ՀԱԿ-ի միավորումը, չի ցանկանա տեսնել անգամ ՀԱԿ-ի միավորումը այդ բռնի եւ բռի կազմակերպությանը, նրանք միավորվել են տարբեր ցուցակներում առանց հաշվի առնելու մարդկանց գաղափարախոսությունը, որը ինչ կարգավիճակի գաղափարախոսության կամ կազմակերպության քաղաքական անդամ է, վերջում կմիավորվեն եւ կփորձեն հակադրվել ԿՊ-ի ցուցակների հետ։ Եվ Ծառուկյանը եւ Կարապետյանը հայտարարում էին, որ իրենք հների հետ ոչ մի առնչություն չեն ունենալու, հաշվի առնելով այն ցուցակը, ինչպիսին որ նրանք ներկայացրել են, արդյոք նրանք նոր ուժեր են եւ նաեւ հաշվի առնելով նրանց անցած ճանապարհը։ Թուրքը տակ այսպես հարցնենք նաեւ, արդյոք նույն Ծառուկյանը ինչի, սկսենք այստեղից, եթե հների շարքերից նորամուծություն է արել, որոնք հանրությանը հայտնի չեն, կամ նոր են հայտնի դառնալու ցուցակային առումով, իրենց գրագիտության կամ պարկեշտության կամ ավելի տիպիկ իրենցից առավել գրագետ լինելով, դա չի նշանակում, որ հների հետ կապ չունի եւ վերջնական արդյունքում ջրբաժանի պահին իրենք չեն կանգնի մի գծի վրա, մի առվի վրա, որը որ պետքա չորացնի հայոց երկիրը։ Ցուցակների հրապարակումից հետո ինչպիսի ընտրապայքարի ականատես կլինենք, հաշվի առնելով, որ նոր դեմքեր այդուհանդերձ նրանց ցուցակներում մենք այդպես էլ չտեսանք, ինչ սպասել։ Ուրեմն Լիլիթ ջան, միակ բանը, որ չի փոխվում, դա ձեռագիրն է, քաղաքական ձեռագրի եւ նախընտրական ձեռագրի մասին է խոսքս, քանի որ արդեն հրապարակումներ եղալ թեկուզ կաշառքի նախնական պայմանավորվածությունների, որը հակասում է Հայաստանի գործող իշխանությունների սկզբունքին եւ օրենքին, սահմանադրությանը, նրանք պետք է նույն եղանակով, որի դեմ ժամանակին մենք միասին պայքարել ենք հուժկու պայքարով, պետք է փորձեն դա միակ բացառությունը կլինի այն, որ իրենք իշխանություն չեն, ուժային կառույցները իրենց հետ չեն եւ չեն կարող ծեծել վստահված անձանց հանձնաժողովի անդամների նախագահների պարտադրելով, որ այս բուկետը առանց հաշվել պետքա դրվի այստեղ։ Միակ բացառությամբ լինեին իշխանություն, դա կանային մեկից մեկ։ Ստեղ իրանք նոր անվանումների ի հայտ գալը նաև ուզում եմ կապել ինչ-որ մասով դրա հետ, ինչ-որ մասով, որ այդ նորամուծությունները անհատական անձերի, ովքեր ցուցակային հերթականություն են մեկը մյուսին հաջորդում, անգամ դրանց մեջ մեծ տեսանելի ծանոթներ կան, որոնք մեղադրում էին 2008 թվականի ջարդը, բայց ներկայումս նրանք, եթե վերցնում ես 20 թվականից ի վեր այդ մարդկանց հիմնական տեսել ենք միտինգային գործընթացների մեջ, ընդդեմ Հայաստանին, հայոց պետականության, հիմա զարմանալի չի մեզ, որ պետք է հայտնվեին այս կամ այն ցուցակներում, անունը դնելով մենք հների հետ կապ չունենք։ Մենք իրանց իշխանության օրոք վառ տեսել ենք ունեզրկում ժողովրդի, վառ տեսել ենք թռիչքային հարստացում իրենց, որ մի ուղղակի ուզում ես վերցնենք այն մանր-մունրների մասին չի, որոնք որ նոր քաղաքական բջիջներ են ձևավորվում, այլ նրանց, ովքեր որ տանողն են եւ իրանց կնոկեն ռիչագները նաեւ գալիս է կրեմլյան պատերի ներսից։ Մեզ զարմանալու ոչինչ չունենք, թողենք, հեսա ես դու չենք ընկնի այդ նոտայի տակ, այսինքն ինչքան զարգանա ընտրությունները, այնքան նախընտրական շոկից վերածվելու է ընտրական շոկի, ու ամենակեղծ, ամենապիղծ, ամենաստոր նաստիրնի ձևով իրանք փորձելու են վարկաբեկել Հայաստան պետականություն, իշխանավորներ, պետական իշխանավորների մասին է խոսքս, որպեսզի կարողանան գոնե մի աթոռ, թեկուզ դվայնոյ պրինցիպով կարողանան վերցնեն։
Եվ ուշագրավ է, որ օրինակ Ռոբերտ Քոչյանի ցուցակում այս անգամ բացակայում է Սեյրան Օհանյանը, ըստ ձեզ ինչու։ Որովհետև չարթարացրեց իրեն Ինչ պետք է անել։ գործող parlamenti, դե միգուցե իր դեմ խնդիրը դրած կար, որ դուք parlamento պետքա բերեք թե ֆիզիկական, թե բարոյական, թե մտավոր Պերևարոտի, որը իրանց ամենացանկալի եւ հանգիստ իշխանություն նվաճելու եղանակն է, Սեյրան Օհանյանը չկարողացավ իրականացնել իր այդ փոքրիկ համայնք ասենք, դասակարգային համայնք ասենք, դասակարգված համայնք ասենք, համենայն դեպս իրենց պահեցին ոչ падգամավորին պատշաճ վարքով, մենք չունեցանք օրենքների մշակում, օրենքների ընդունում, օրենքների հաստատում, ինչին կոչված է պարլամենտյորը, դեպուտատը։ Խոսենք նաև Ռոբերտ Քոչյանի վերջին հայտարարությունների մասին, դրանք Հայաստանի շահերը չսպասարկող հայտարարություններ են հիմնականում։ Հայտարարում էր, որ եթե ինքը լիներ, պատերազմ չէր լինի, փնտրում է երաշխավորներ խաղաղության համար, այս տեսակ հայտարարություններին հետ եթե հետևել եք ինչպես եք արձագանքել։ Դրանք արտահայտենք բրավո բիս պարոն Քոչարյանին, պատերազմի ժամանակ էլ ասում էր, որ ես լինեմ կգնամ Ռուսաստանից բան կբերեմ ռակետներ։ Նա գնաց ու առ այսօր բերում է այդ ռակետները Ղարաբաղի համար։ Իսկ երաշխավորի փնտրտուքը։ Ինչ երաշխավոր են փնտրտում։ Այն երաշխավորը, որ մի գրչի հարվածով օպերացիա հայկական մահ անվանման տակ լուծարեց Ղարաբաղը, տորթով դիմավորեցին, մեխերի սուր ծայրերով դուրս եկան։ Տատասների վրայով։ Մոտ 8 ամիս սովամահ 8 ամիս սովամահեղան ու դրանից հետո իշնորև ռուսական, ռուս-ադրբեջանա-թուրքական տանդեմի պայմանավորվածությունների լքեցին Ղարաբաղը, կապը կտրելով մարտնչող գծում կանգնած Ղարաբաղյան բանակի մնացած տղաների հետ, որոնք մնացին մենակ, այդ հիմա որսեց խոսում են օթից, որ իրանք եսիմից, չէ, եսիմից չեք եղել, տղեկին թողել եք անտեր, դրանից խոսացեք, պարոնայք սրիկաներ։ Ոչ թե դրեք ձեր արասները թևեր կպցնելով գործող իշխանության վարչապետի վրա, որովհետև թիրախավորել եք վարչապետին, իսկ մնացածի հետ միգուցե սերտ կապերի մեջ եք։ Իդեպ թիրախավորման մասին արդեն ամենօրյա կարելի ասել ականատես ենք լինում հիբրիդային հարձակումների, գրոհների, դրանցից մեկն էլ երբ վարչապետը Ծաղկազարդի օրը մտավ Սուրբ Աննա եկեղեցի մասնակցելու պատարագին, մի երիտասարդ փորձել էր հարվածել, այնուհետև անվտանգության աշխատակիցը կանխել էր, բայց հարվածել էր այդ երիտասարդին, ինչը մի մեծ աղմուկի առիթ հանդիսացավ։ Դուք որպես ուժային կառույցի ներկայացուցիչ եք եղել պատերազմի մասնակից, այ ինչպես եք դա բնորոշում, ինչպես պետք է արձագանքել եւ ինչու դա եղավ։ Ուրեմն շնորհակալություն եմ հայտնում այն ուժայիններից, ովքեր որ անվտանգության ծառայակիցներն էին, ովքեր ժամանակին կանխեցին այդ երևույթը, դաժե եթե այդ երևույթը լիներ բացի Հայաստանից մյուս երկրներում, այնտեղից պետք է մենակ տեղափոխեին հորիզոնական դիրքով վարչապետի եւ պետության, պետականության առաջին դեմքի վրա հարձակվող անձիկ։ Հիմա դա կներեք, ուզում է ասենք դպրոցական է, ուզում է ասենք թռչող ցիտներ, ուզում է ասենք մոծակներ թռչող, դա արդարացի չէ, հարվածը պետությաններ, ապտակը պետությաններ, հարվածը վարչապետին է։ Այ ընդհանուր շահարկում են 18 տարեկան, վստահ եմ դուք բազմաթիվ 18 տարեկանների հետ եք շփվել առաջնագծում, նաև այդ մասով, հա, համեմատական։ Մեր 18 տարեկանները գեր զարգացած են եղել բոլոր իրենց տարիքի համեմատ, Լիլի ջան, շփվել ես, տեսել ես, որ իրանց տարիքի երեխեքը դեռ տունտունիկ են խաղացել, բայց հայրենիքի համար կանգնել են։ Հայաստանի իշխանության վտանգի ժամանակ կանգնել են։ Իսկ նորից եմ ասում, ես շատ ծանր եմ տարել այդ process-ը, դա կլներ ատամ խփելու հետախուզական process, որը որ միշտ կախված է վարչապետի գլխին, միշտ ու իրանք ամեն ինչ այս երկար տարիներում փորձեցին ներդնել, ասել, բամփասել, վարկաբեկել, որպեսզի վարչապետը չունենա ախրանա, որպես այդպիսին, որ իրանց ձեռքը հասուլիներ իրեն, չմոռանանք 20 թվականին հայտարարեցին մի քանի իդիոտ գեներալ, որ վարչապետին խփելու ենք վարչապետարանում աթոռի վրա,
Վազգենի պես չենք անելու, որ բանը ազգային ժողով, այլ իմենը վարչապետի կաբինետում։ Դա պետք է հիշես այդ Փառք խոսակցությունները։ Աստծո ձախողվեց։ Լայնածավալ շրջագայում էր ու ամեն մի փնթի բերանից հակապետականի հնչում էր դա, որ վարչապետին խփենք, բայց այստեղ վարչապետով չի ամեն ինչը սահմանափակվում։ Դրված է ժողովուրդ եւ վարչապետ, կամ ժողովրդին խփել, կամ վարչապետին։ Քանի որ վարչապետը անհատ է իրենից ներկայացնում, անձ է ներկայացնում, դրա համար ամեն մի փորձություն անցնում է վարչապետի վրայով։ Ու փառք վարչապետին, որ տղաներին նաև անգամ կդիմեն պարոն վարչապետին, որպեսզի տղաներին ներկայացնի կառավարական կամ պետական պարգևների, ովքեր այդ պահին գտնվում էին այդ թևում, այդ մարտական թևում կարելի է ասել։ Եվ կարողացան կանխել բոլոր տիպի բանը, վերցրեք այս ձև, եղունգին քսած էր թույն եւ ինչ-որ բաներ մատին հագցրած ու հասներ վարչապետի վզին։ Ես հենց դա ուզում ասել, այստեղ խնդիրը ոչ 18 տարեկանն է, ոչ երիտասարդներն է, այլ առհասարակ երևույթը վարչապետի վրա։ Երևույթը, Լիլի ջան, վարչապետը, երբ պետության մասին ենք, երևույթն ենք մենք ցիտում։ Անձը չենք ցիտում։ Անձը պաշտպանության ներքո է, այդ անձի համար կան պատասխանատուներ, որոնք չանելու համար կդատապարտվեին ամենածանր հոդվածներով։ Այդ 18 տարեկանի դատապարտվելը, վայ, մամա ջան, իսկ ծառայողների դատապարտվելը, որ ավելի ծանր էր նստելու ծառայողների վրա, աչք փակենք։ Չէ, շնորհակալություն այն տղաներին, ովքեր կանխեցին process-ը։ Եվ նաև մոտենում ենք արդեն թեժ ընտրապայքարի փուլին, ձեր հորդորը կոչը ընտրողներին։ Իմ հորդորը միանշանակ նույնն է։ Ժողովուրդ ջան, դուք չեք սխալվել, եւս չեք սխալվելու։ Բոլոր տիպի դրսի ուժերով շարժվող ուժերը պայքարում են ձեր դեմ, որպեսզի 2000 թվականի Ծաղկաձորյան հավաքից հետո, Մարտյան դեպքերից հետո, որտեղ ասվել էր հետևյալ տողերը, այս հայոյանքա չեմ կրկնի, ժողովրդին սովի պետքա կապենք։ Իրանք փորձելու են մեզ բոլորիս կապել սովի։ Մեր ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է։ Կանգնել ենք Նիկոլ Փաշինյանի կողքին, մեջքին, ամուր մեր ձայնով ամրագրել ենք յուր լեգիտիմությունը, նորից պետք է կրկնենք նույն բանը, անկախ են բանից, ծանոթ եմ ձեր դժգոհություններին, շատերին։ Դնում ենք այդ ամեն ինչը մի կողմ։ Մենք գործ չունենք պարլամենտ ընտրված ինչ-որ մեկի հետ, որը որ հետագիծ չունի։ Մեզ սպասում է Հայաստանին շատ մեծ առաջընթաց, իսկ դրա երաշխավորը մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի մեջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։